Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իրանը առաջիններից մեկը ողջունեց խաղաղության փաստաթղթի համաձայնեցումը, Երևանը տևական ժամանակ անհամաձայնություն ուներ ու անընդունելի էր համարում երկու հայտնի կետերը՝ Եվրադիտորդներից հրաժարումն ու միջազգային ատյաններից ընդդեմ Ադրբեջանի հայկական հայցերի հետ կանչը։ Փետրվարին Բաքվից խմբագրված 12-րդ տարբերակը ստանալուց հետո Երևանն արդեն երկու կետերի հարցում էլ զիջման գնաց, եւ մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին փաստաթղթի համաձայնեցման մասին։ Հարևան Իրանում գոհ էին, համարելով, որ այս համաձայնությունը անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը սոցցանցի իր էջում ողջունեց։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով տարաձայնությունները կարգավորելու կողմերի ջանքերի շնորհիվ մենք շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության, որ իրանական կողմը շուտով ստորագրությանն ականատես լինելու հույս ուներ մարտի 14-ին էր։ Այսօր Բաքուն շարունակել է ստորագրման պահանջ պայման վերջնագրերը սեղանին դնել։ Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Ամիրբեկովը պնդում է, այս պահին Հայաստանի սահմանադրությունն է խաղաղության միակ ու հիմնական խոչընդոտը։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին եւ պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն, իր ռազմական կարողություններն ամրապնդելու եւ այս պատմությունը վերստին սկսելու համար։ Սա պաշտոնական Բաքվի ստորագրելու պահանջներից մեկն է ընդամենը։ Նրանց մեդիան ամեն օր հրապարակում է, թե էլ ինչ ախորժակ ունի։ Այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ անարգել Հայաստան ելումուտ են ուզում են, որ Հայաստանը հատուցում վճարի Ադրբեջանին, Հայաստանի ապառազմականացում ու գնված զենքերի հանձնում են ուզում են, որ Հայաստանում դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Այս բոլորը շատ լավ իշխանական քարոզչությամբ է իրականացվում, իշխանական այնտեղ մեդիան միայն իշխանական է, պարզապես պաշտոնապես միգուցե օրինակ արտաքին գործերի նախարարը, չգիտեմ, նախագահը իրենց ուղիղ հիմա չեն ասում դրա մասին, բայց սրանք վստահաբար իրենց պետական քաղաքականության մասերն են։ Եվ նրանք ընդ որում այս բոլոր հարցերը ներկայացնում են, որ սա այս ամենը պետք է խաղաղության այսպես կոչված պայմանագրից դուրս լինի, եւ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես այսպես կոչված խաղաղության պայմանագրից հետո արվելիք։ Այդ դրանք իբրև նախապայմաններ են ներկայացվում։ Նրանց մոտ հիմա իշխանական Նաև պատգամավորներ, մեդիան ակտիվ այն քարոզն են տանում, որ ի վերջո նրանց նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը որպես պետություն, արհեստական հիմքերի վրա ստեղծված պետություն է։ Իսկ նրանց ցանկությունների առաջնագծում Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Այս միջանցքին հասնելուն նրանք տարիներով են ձգտում։ 2021 թվականի նոյեմբերից էլ Ալիևը հստակ հայտարարում է այդ միջանցք կոչվածի իրենց երազանքի մասին։ Եվ հիմա երկու շաբաթ է հայտարարվել է փոխհամաձայնեցված փաստաթղթի մասին, բայց ադրբեջանական համայնապատկերում բան չի փոխվել, շարունակում է ամեն օր նոր բան մոգոնել, ռազմական շունչը բերանին։ Ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Իբր թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այդ պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Իսկ այդ պայմանները ամբողջությամբ ենթադրում են Հայաստանի պարզապես էկզիստենցիալ վտանգ։ Զիջումները փոխադարձ չեն, ասում է մասնագետը, հարցնում է, ո՞րն է փոխզիջումը, երբ պահանջում է արևմտյան ադրբեջանցիներ ասացի վերադարձ, Արցախայերի վերադարձի հարց քննարկում է, սա մեր գոյաբանական խնդրին առնչվող փաստաթուղթ է, ասում է, ժողովուրդը իրավունք ունի իմանա, միակողմանի են զիջումները, գոյաբանական խնդիր է, պիտի իմանանք։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ արել Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, նշելով այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, իսկ այն բաց թողնելը ըստ ադրբեջանցի պաշտոնյայի սխալ կլինի։ Բաքվից կրկին հայտարարել են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։ Էրիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, շփումները տեխնիկական բնույթի են եղել, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Տեսեք, վերջի վերջո մենք խոսում ենք տեխնիկական բանակցությունների մասին։ Դրանք մանրամասների շուրջ բանակցություններ են, այնպես որ իհարկե տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի։ Դա պետք չէ սպասել։ Սա մեկ եւ երկրորդը եւս մեկ անգամ կրկնում եմ, այժմ վերլուծվում են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ներկայացված
ստացված զեկույցները եւ միայն դրանից հետո կարելի է խոսել որոշ ըմբռնումների մասին։ Լրագրողներին ասել է Պեսկովը պատասխանելով այն հարցին, թե Էր-Ռիադում բանակցություններից հետո նախատեսվում են արդյոք պաշտոնյաների հայտարարություններ կամ ելույթներ։ Ֆրանսիական Արտե հեռուստաալիքը ներողություն է խնդրել սխալ քարտեզ ցույց տալու համար, որտեղ Հայաստանը ջնջված է եղել քարտեզից։ 28 րոպե շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քուինն ասել է, որ հաղորդաշարի անձնակազմը ցանկանում է ներողություն խնդրել հատկապես հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը ցուցադրվել է Թուրքիայի վերաբերող բանավեճի ժամանակ։ 25 թվականի մարտի 24-ին 28 րոպե հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված են եղել Թուրքիան եւ նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված է եղել։ Նրա փոխարեն Ադրբեջան է ներկայացվել ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Հաղորդման այդ հատվածը ներկայացրել է օգտատեր ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային Հայաստանի գանձեր ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել։ Le Figaro ամսագրի փոխտնօրենը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան եւ հայտարարել, որ դա անընդունելի է եւ մարմնավորում է պան-թյուրքիստական երազանքը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նշվում է նաեւ, որ ընդգծվել է Գազայում մշտական հրադադարի հաստատման կարեւորությունը եւ այդ հարցերի անհրաժեշտությունը տարածաշրջանային խաղաղության համար, ինչպես նաեւ քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը։ Ինչու Հովիկ Աղազարյանն ավելի շուտ մինչև իր դեմ հարուցված գործերը չէր հայտարարում ավտորիտարիզմի դեմ պայքարի մասին, падգամավորը հարցը լսեց ու սկսեց երգել։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Ես ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակական շահերի պաշտպանելու իմաստով։ Ազգային ժողովում մի քանի падգամավորների բարձրացրած հարցեր անպատասխան է թողել դատախազը։ Այդ թվում նաև հարցը, թե օրինակ Աղազարյանը ինչու չի հարցաքննվել $23,000 կաշառքին վերաբերող երկրորդ գործով։ Գլխավոր դատախազը հայտնեց, թե կաշառք տալու գործով երկու մեղադրյալ կա։ Հովիկ Աղազարյանն ըստ դատախազի որևէ խնդրի հետ կապված չի հարցաքննվել։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասել է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Աղազարյանը հայտարարել է, թե գործին վերաբերող $8,000 ոչ թե կաշառք է եղել, այլ փոխառություն։ Եթե տարվա ընթացքում փոխառությունները վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը։ Պարտավորը հայտարարագրի։ 8,000-ը պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք եւ կապը կհիմնավորեք։ Մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել։ Բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել։ Դրա մասին երկու падգամավորներն էլ բարձրաձայնեցին։ Իդեպ ըստ դատախազի ՍԱՏՄ անձը, որի հետ հեռախոսակապ է ունեցել Աղազարյանը, հայտնի է շատերին։ Նա ՍԱՏՄ-ում եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Գլխավոր դատախազը ազգային ժողովից ներկայացրեց նաև պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու եւ փողերի լվացման մեջ։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, գլխավոր դատախազը արձանագրեց, որ կան բավարար փաստեր, որպեսզի падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Հարցը հետևյալն է, օրինակ ինչու ավելի վաղ չեն հարուցվել այս վարույթները, ինչու ենք սպասել, որ վաղեմության ժամկետներն անցնեն։ Պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկային ինձ լավ եք ծանոթ։ 2019 թվականին Վճռաբեկ դատարանը դեռևս չուներ նախադեպային որոշում, որտեղ ասում էր, որ բավարար է միայն արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը որպես պրեդիկատ նկարագրելու համար։ Ասում էր, դու պետք է ունենաս 4 հանցակազմով հաստատված վերջնական մեղք, նոր դրա հիման վրա կառուցես։ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, սակայն падգամավորը դահլիճում չէ։ Իդեպ չափազանց տարօրինակ եմ համարում, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չեն։ Կարող են չէ գալ գոնը ասել սա Տարոն Մարգարյանի քաղաքական ակտիվ գործունեության դեմ է ուղղված, նույնիսկ դա չեն ասում։
Հովիկ Աղազարյանին պատգամավորական իմունիտետից զրկելու քվեարկությանը մասնակցեց 67 պատգամավոր կողմ, քվեարկեց 65 պատգամավոր դեմ, երկուսը Տարոն Մարգարյանին զրկեցին 67 կողմ ձայներով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. եթե պաստառը ակցիան վիրավորանք չի պարունակում եւ արարքը չի խաթարում ազգային ժողովի բնականոն գործունեությանը, այն չպետք է եւ չի կարող խոչընդոտվել։ Միակ բանը, որ ես պետք է անեի 3 խնդրել պետական պահպանության ծառայության աշխատակիցներին վերադարձնել պաստառը եւ չխանգարել ձեզ իրականացնել ակցիան։ Կզրուցեմ գործընկերների հետ նման իրավիճակները ապագայում կանխելու համար։ Ձեռներեց ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը 2 ամսում կորցրել է $148 միլիարդ, բայց այնուամենայնիվ մնացել է աշխարհի ամենահարուստ մարդը, գրում է Bild-ը։ Այս ամենը անհանգստացնում են ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Տեսլայի ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա տոքսիկ կերպարը վնասում է ընկերությանը։ Մասկի կարողությունն այժմ $321 միլիարդ է եւ այն արագորեն նվազում է։ Ամերիկան եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ քննարկելու են Սևծովում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ նաեւ նրա ջրերով առևտրային փոխադրումները վերսկսելու հարցերը։ Այս մասին հայտարարել է Մայքլ Ուոլթսը։ Ըստ նրա մարտի 24-ի բանակցություններում կքննարկվեն նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են հրադադարը, խաղաղապահների տեղակայումը եւ տարածքների խնդիրը։ Ուոլթսը հավելել է, որ ռուս-ամերիկյան բանակցություններում մշտական եւ կայուն խաղաղության համար տարածքի յուրատեսակ քննարկում կանցկացվի։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ գործակցության առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իրականացվող բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ Մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի գողության ստացած կաշառքների կատարված խախտումների համար։ Եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը եւ ձերբակալվածներին, դուրս եկեք եւ բացահայտասեք։ Եթե մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի ուղեք ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք ոստիկանության դեմ, ասել է նա։ Մասնագիտական բարձր որակավորում ունեցող միգրանտներին Ռուսաստանում արտոնություններ կտրվեն։ Նրանք ստիպված չեն լինի քննություն հանձնել ռուսաց լեզվից, պատմությունից եւ ռուսական օրենսդրության հիմունքներից։ Նման մասնագետները կարող են իրենց հետ բերել նաեւ ընտանիքներին եւ իրավունք ունեն պարզեցված ընթացակարգով իրենց եւ մերձավոր ազգականների համար բնակության թույլտվություն ստանալ։ Նրանց աշխատանքային վիզա է տրվում ոչ ավելի քան 3 տարի, հայտնել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունից։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։ Նա միաժամանակ հայտնել է, որ ամերիկան բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։ Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին, խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ Ամերիկան պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը, ասել է Թրամփը։ Ռուսաստանը չի միջամտել Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախընտրական արշավին։ ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննությունը գաղտնազերծելու մասին։ Թրամփը իրավիճակը անվանել է անհեթեթ ու խայտառակ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի ցանկանում հրապարակել այս գործի վերաբերյալ ողջ տեղեկությունը։ Դրա մի մասը դեռ կմնա գաղտնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիային է փոխանցել պայմանների ցանկ, որով Դամասկոսը պետք է կատարի պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմաններից մեկն այն է, որ Սիրիան ոչնչացնի քիմիական զենքի մնացած բոլոր պաշարները եւ համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում, հայտնել են աղբյուրները։ Մեկ այլ պահանջ ըստ աղբյուրի այն է, որ օտարերկրյա զինյալները չզբաղեցնեն բարձր պաշտոններ Սիրիայի կառավարման կառույցում։ Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այն ամրապնդում է Մոսկվայի եւ Թեհրանի որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը եւ ընդգրկում համագործակցության բոլոր հիմնական ոլորտները՝ պաշտպանություն, ահաբեկության դեմ պայքար, էներգետիկա, ֆինանսներ, տրանսպորտ, արդյունաբերություն եւ այլն։
Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների ավարտին անդրադառնալով Ռուսաստանի հարձակման հնարավորությանը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. դաշինքի անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի պատասխանը կործանարար կլինի։ Վլադիմիր Պուտինը կամ որևէ այլ գործիչ, որ կփորձի նման քայլի դիմել, պետք է հստակ ըմբռնի, որ մեր պատասխանը շատ հզոր է լինելու, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտասահմանյան մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին։ Հայտարարությունը անմիջապես դատապարտել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որն այն անվանել է ուղղակի հարձակում կանադական աշխատողների վրա։ Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերություններին, ասել է Քարնին։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ասել է, թե իրենց կառավարությունը քննարկում է համապատասխան միջոցների հայտարարությանը պատասխան տալու համար։ Բնականաբար մենք կդիտարկենք բոլոր տարբերակները, Թրամփի խոսքով մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ին։ Մարտի 26-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Պայթյուններ են լսվել Խարկովում, Դնեպրում եւ Սումիում, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Հարձակմանը պատասխանել է Վլադիմիր Զելենսկին, նա կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ ասել, որ ուկրաինական քաղաքների վրա ամենօրյա հարձակումները տեղ չեն թողնում խոսել պատժամիջոցների վերացման մասին։ Միլիարդատեր Ջեֆ Բեզոսն ու հարսնացուն լրագրող Լորեն Սանչեսը բարեկամներին եւ մտերիմներին ուղարկել են իրենց հարսանիքների հրավիրատոմսերը։ Ամազոնի 61-ամյա հիմնադիր ղեկավարն ու 55-ամյա Սանչեսը նշանադրվել են 2023-ի մայիսին։ Ըստ աղբյուրի հարսանիքը կայանալու է ամռանը Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Արևմտյան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր եւս այդ թվում Ջորջ Քլունին, Թոմ Քրուզը, Քիմ եւ Քորտնի Քարդաշյանները իրենց հարսանեկան արարողությունները կազմակերպել են Իտալիայում։ Ֆլորենցիայում ձերբակալել են իսպանացու, ով փորձել է 10 կիլոգրամ հեղուկ կոկային տեղափոխել Իտալիա։ Տղամարդը փորձել է կոկայինը քողարկել որպես սափրվելու կրեմ, շամպուն, հյութ եւ մրգի պահածո։ Արգրաված թմրամիջոցի խմբականակը գնահատվում է ավելի քան 700,000 եվրո։ Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերագրումների քանակը կազմել է 2,322,673։ Այս մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Տրոլեյբուսներում 83,715, մետրոպոլիտենում 487,609, ավտոբուսներում 1,751,351։ Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում եւ այգիներում կատարվող նախատեսվող աշխատանքների մասին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերը նախատեսվածից ավելի վաղ կմեկնարկեն։ Այս մասին Armenpress-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, հավելելով, որ երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս ավելի շուտ։ Երկրորդ փուլը կմեկնարկի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն։ Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնում հատած ծառերի վերաբերյալ ստացած ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակում Բուսաբանության ինստիտուտի տարածքում զննության արդյունքում այգու հարավարևելյան հատվածում արձանագրվել է կաղնի ամառային տեսակի ապորինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապորինի ծառահատման արդյունքում բուսաբանական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16,570,000 դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե։ Վարդաշենի հանրակացարանի 68 աշենքի բնակիչները մարտի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Ավինյանն իրենց խոստացել է ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել։ Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել։ Նրանք նախորդ անգամ հայտարարել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, իրենք վրաններ են խփելու քաղաքապետարանի եւ կառավարության դիմաց։ Մարտի 22-ին սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքի Արտիմեդ բնակավայրում գործող գազալցակայանի մոտ կրակոց է հնչել։ Հրազենային վնասված Արմավիրսի 36-ամյա Արթուր Պարոնյանն է ստացել Գոտկատեղի շրջանում։ Տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր տեղափոխվել է վաղաշաբաթ բժշկական կենտրոն։ Հիվանդանոց է ժամանել մարզի քրեական ոստիկանության վարչության պետը, սակայն վիրավորը այդպես էլ գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանները գազալցակայանի տարածքում հայտնաբերել են առնանման հետքեր։ Ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերում են նաև ականատեսների, ճշտում են նրանց ինքնությունը եւ դեպքի մասին արդեն
ոստիկանության Էջմիածնի բաժնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ոստիկանության քրեական, ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության եւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ կասկածյալը Արմավիրի մարզում հայտնի ՃԱՊ մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է։ Նրան ու հանցագործության գործի կատրճանակը որոնում են։ Ի դեպ, հավաքվածների գազալեցակայանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնունն է։ Դատաբժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել Արցախցի բռնի տեղահանված մեր հայրենակցի մարմնի վրա, ով պնդում է, թե լոռու ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգել են ծեծել ու հայոյել խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Վարույթի նախաձեռնման, եթե կատարվել ուշացում, ապա ըստ էության իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել այդ մասին, եւ տեղեկացված են եղել մասնավորապես դիմել է բուժօգնության վարորդաբժշկական կենտրոնում, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջոցներ ձեռնարկվել սեմ ժամկետների վարույթ նախաձեռնելու կապակցությամբ։ Խոշտանգումների ենթարկվելու մասին ահազանգող Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցը նրա փաստաբանն ու մի խումբ այլ քաղաքացիներ արդեն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում ուժային կառույցների առջև, պահանջելով իրենց բարերն են անհապաղ, քանի դեռ բոլոր ապացույցները չեն ոչնչացրել, ձերբակալել այն 6 ոստիկաններին, որոնք մասնակից են եղել միջադեպին։ Իսկ ինչու են նրանք մինչ այս պահն ազատության մեջ, քննչականի պաշտոնյան պարզաբանում է, բավարար ապացույցներ չկան։ Նախագահության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն ցուցմունքահաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի եւ հիմնավոր կդիտարկվի այդ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետևեր ձերբակալումը։ Ոստիկանության լոռու վարչությունում տեղի ունեցած խոշտանգման մասին այս տարի ահազանգում են արդեն 3-րդ անգամ, ընդ որում բոլոր դեպքերում նույն պատճառն է առաջին պլանում ինքնախոստովանական ցուցմունքի պահանջը, իսկ ընդհանուր առմամբ իրավապաշտպանների ունեցած վիճակագրությունն ասում է, որ նախորդ տարի մեր երկրում ոստիկանությունը 155 անգամ խախտել է մարդու իրավունքները։ 2023-ին այս թիվը 43-ով պակաս էր 112, պնդում են թվերն այսպես կավելանան, քանի դեռ ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության հետ գործ ունենք։ Մտահոգիչ դեպքերի աճ օմբուդսմենի գրասենյակն է արձանագրում։ Ցանկացած բռնություն անընդունելի է, առավել եւս պետական մարմինների ներկայացուցիչների կողմից, այն էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակներից մեկը ըստ էության հենց անձի անվտանգությունը եւ իրավունքների երաշխավորումն է։ Համակարգային փոփոխություններ կատարելու արդիականությունն ըստ պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի բոլոր բարեփոխումներին զուգահեռ շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Ողջամիտ ժամկետում քննությունների իրականացումն էլ ամենաարդիական։ Մարտի 25-ին մահվան ելքով վրայերթը տեղի ունեցել Արարատի մարզում 30-ամյա Վահեն Մերսեդեսով Երևան երասխ ճանապարհին Պրերթի ենթարկել 66-ամյա Ռազմիկին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապախումն էլ արձանագրել է հետիոտնի մահը։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ, ի դեպ արտաքին լուսավորությունը միացված չի եղել։ Փողոցը ըստ նախնական տեղեկությունների, որը որ հավաստի է, վրայերթի ժամանակ եղել է ոչ լուսավորված, արտաքին լուսավորությունը այս պահին էլ չկա, հավաքված մի քանի քաղաքացիներ նշում են, որ այդ պահին էլ երբ վրայերթը տեղի ունեցել, դարձյալ արտաքին լուսավորությունը չի եղել։ Մինչդեռ արտաքին լուսավորությունը պետք է մինչև առավոտյան ժամը 5-ը լինի։ Դարձյալ մարտի 25-ին Մարգարա Վանաձոր Տաշիր M3 ճանապարհին բախվել են Տաշիր բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան եւ ՎԱԶ 2107-ը 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը նրանք տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Հավաքվածների խոսքով վիրավորներից 2-ին մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Պարեկները Արագածոտնի մարզի գումարտակի սահման ազատել են տարածքը։ Վթարն կարելի ասել 07-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։
Եվ մարտի 26-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում Սուրենավան բնակավայրում Աբովյան փողոցի թիվ 67 տանը հրդեհ է բռնկվել։ Գյուղացիները վտանգելով իրենց կյանքը կարողացել են պատուհանից մտնել ու դուրս բերել հաշմանդամություն ունեցող 2 քաղաքացու, հետո պայքարել են գրակի տարածման դեմ։ Արարատի Վեդու եւ Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատների ժամանած հրշեջներն էլ մարել են գրակը։ Վեդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերել այդ 2 քաղաքացուն։ Տեղում էին մարզի քրեական վարչության պետը, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Քաղաքացիները հույս ունեն, որ մարզպետարանն ու Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը օգնության ձեռք կմեկնեն այս ընտանիքին։ Եթե գյուղացիները ճիշտ չկողմնորոշվեն եւ շատ արագ օգնության չհասնեին այդ քաղաքացիներին, հնարավոր է հրդեհը ողբերգական ավարտ ունենալ։